Խաղություն Աստծո ժողովուրդ։ Խաղություն ձեզ։ Աստված շատ օրհնի բոլորիդ հարց տվողներին էլ շատ հետաքրքիր հարց չի ասի ուղղություն են ցույց տվել մեզ, ուղղել են։ Դուք խոսեք, որ մարդը իր սխալներից հետ կանգնի։ Փափուկ բարձ մի խոսեք։ Ամենքս մեր երեխային խրատելու ենք, ուր մնաց Աստված դատաստանի օրը, բարի լինի մեղքից չհրաժարվողին։ Աստված բարի չի ասար։ Չարա։ Փափուկ բարձ, բայց մենք փափուկ բարձ դրել ենք։ Այդքան հաղորդումների ժամանակ ընդհակառակը։ Չեմ կարծում, որ ինքը նայած է այդ հաղորդումները ու sense հաստատում։ Այս հիմի համարներ կասեմ, որտեղ այդ մասին համոզվեմ, որ փափուկ բարձ չենք դրել մարդկանց 535, 524, 488, 461, 442, 532, 519, 480, 458, 432, 530, 493, 474, 450, 411, 529, 491, 465, 446, 407 Դու 500 Եվ էլի կամ 500-ից 400-ը կարդացիք, 406, բայց դրանից առաջ մեր բոլոր թողարկումների ժամանակ սիրելի հարց տվող, երևի մի բան շփոթում եք դուք, որովհետև ես երբեք չեմ ասել, որ դուք մեղք գործեք, Աստված կների ձեզի, սա է փափուկ բարձը։ Ոչինչ, դուք մեղք գործեք, մարմին եք, մարդ եք, բա ոնց մեղք գործեք, Աստված կների։ Ոչ։ Իսկ եթե դուք հարցնում եք, որ մեղք գործելը, հələ տեսեք նորից եմ ուզում կարդամ, դուք խոսեք, որ մարդը իր սխալներից է ետ կանգնի։ Ամբողջ այս քարոզությունը սովորեցնելու ուսուցումը հենց այդ է, որ մարդը իր սխալը ճանաչի ու հետ կանգնի։ Մինչև դու քո սխալը չճանաչես, հետ չես կանգնի այդ մեղքից։ Փափուկ մարդ, մի խոսեք, ամենքս մեր երեխաների խրատում ենք, ուր մնաց Աստված, մեղքից չհրաժարվողին, չպատժելի ոնց ասած։ Իհարկե, մեղքից չհրաժարվողին Աստված չի պատժում։ Նայեք, այս իրավիճակը մենք եկեք հասկանանք, էլի։ Աստված բարի է, Աստված սեր է։ Սերը մինչև վերջ համբերում է, սերը սիրում է։ Սերը իր կյանքը տալիս է դիմացինի համար։ Ուր մնաց դիմացինին սերը տասպանի։ Իրա չզիջելու համար, իրա չապաշխարելու համար։ Նայեք, ստես նրբություն եմ, էլի ուզում բացատրեմ, ես ուզում եմ, որ ամենքն էլ հասկանանք, մելանեսի շատ աստվածային, իսկականից ամեն հավատացյալ պետք է շատ լավ գիտակցի, որ Աստված մեղավոր չի մարդու կորուստի, մարդու դժոխք եթալու մեջ, Աստված մեղավոր չի, մարդն է իր ոտքերով եթում դժոխքը, մարդն է մերժում Աստծուն, Աստծու ներկայությունը կյանք է, դրախտ է, հենց ես մերժեցի Աստծուն, Աստծուց հեռվացան գնում եմ դժոխքի մեջ, ես եմ հեռվանում Աստծուց, այսինքն ամեն մեղ գործողն է թողում Աստծուց հեռանում, Աստված չար չի, Աստված չի սպանում, հասկանում եք, սա փափուկ բարձ չի, փափուկ բարձը ես նորից եմ կրկնում, սատանայի վարդապետությունն է, որ ասում մարդկանց մեղ գործեք, դուք փրկված եք, Հիսուսը արյունը թափ, ես շատ պես քարոզներ եմ լսել, ես իրանց հետ վիճվել եմ, ես ինչ քարոզ եք անեմ, ուր մնաց ես ինքս քարոզ եմ գա, սիրելի հարցվողի բան այն չեք դուք երևի բան չեք արելի, կամ լավ չեք նայ հաղորդումները, կամ մի տեղ լսել եք ու այս կոմենտարյան գրել եք, շարունակությունը չեք լսել, դրա համար ուշադիր լսեք, ուշադիր տեսեք, որ մեղքը սատանան է, արդարությունը, ճշմարտությունը, սերը Աստված է։ Եթե ես Աստծու մոտ եմ, փրկված եմ, եթե արդարության ճշմարտության մեջ եմ։ Եթե թողեմ արդարությունը, ճշմարտությունը, Աստված ինձ չի սպանելու։ Ես եմ հեռվանում այդ մահվան մեջ։ Սերը մնում է իր տեղը։ Ես մի հատ օրինակ ասեմ, հացը կյանք է։ Հացը կյանք է։ Էլի եմ ասել օրինակ անցած հաղորդումների ժամանակ։ Ջուրը կյանք է։ Հացը կյանք է մարդու մարմնի համար։ Բայց որ ես սոված օրերով հաց չեմ կերել, բայց հացը դեմս դրված է։ Ու ես չուտեմ այդ հացին, նայեմ, բայց չուտեմ։ Կապրե։ Կգա մի օր, որ կնվաղեմ ու կմահանամ։ Հացը կյանք ըննելուց չի դադարում։ Ինքը կյանք է, բայց ես չեմ ուտում այդ հացին, որ ապրեմ։ Հասկանում եք, հացը Քրիստոսն է։
Քրիստոսը կյանք է։ Ես չեմ ուտեմ, ես չեմ մոտենում Քրիստոսին, ես չեմ մոտենում ասուն, որ ապրեմ։ Հերվանում եմ, ես իմ ոտով հետում եմ դժոխք, հետում եմ կործանում, հետում եմ տանջանք։ Սա է իմ ամբողջ քարոզությունը, սիրելի քույրս եւ եղբայրս։ Մի հատ օրինակ եմ ուզում հիշեմ, շատ շուտ էր, վաղուց էր, մի եղբայր կար, զանգեց ինձի, ինքը հավատքի մեջ էր, երկար տարիներ, հետո Ռուսաստանում ինքը ընկավ այս կոմենկոմ, հավատքի չգնաց, եկեղեցի չգնաց, ու սկսեց մեղքեր գործել։ Այնպիսի մեղքեր, որ բոլորը արդեն իհայտ գիտեին։ Բացահայտ գիտեին ինքը ինչ մեղքի մեջ է, ինչ անում։ Շատ ժամանակ ինքն էր խոստովանում, շատ ժամանակ իր հետի մարդիկ էին գալի ասում, հետ էլ հավատացյալ ասեց բան արել։ Մի խոսքով, մի օր էս եղբայրը զանգեց ինձ, խոսացինք, ասի, բա ինչի՞ չես գալի եկեղեցի, արի էլի։ Արի եկեղեցի էլի։ Ախպեր, ես այնպես մեղքեր եմ գործել, ես մեղքերի մեջ եմ, որ Աստված ինձ չի ների, կամ ինչ անեմ։ Ասի Աստված կների քեզի, դու արի, դու քո արածի համար զղջում ես, որ դու հասկանում ես, որ դու վատ բան ես անում։ Բա իհարկե, հա։ Եվ որ ասեմ, եթե զղջում ես, եթե հասկանում ես, Աստված կների։ Եկեք գիտեք ինձ ինչ ասեց, նոր մի քիչ առաջ որ կարդացի, նույն այդ բառերը ինձ ասեց։ Ախպեր, փափուկ բարձես դնեմ գլխիս տակը։ Այ ախպեր ջան, բա կոշտ բարձ դնեմ գլխի տակը։ Աստված Սաղմոս 2-ն ասում է, կանանչ արուտների մոտ կառաջնորդի մեզի, կհանգստացնի մեզի։ Փափուկ բարձ կդնի մեր գլխի տակը, քաջ չի դնի մեր գլխի տակը։ Հասկանում եք, բայց էդի կատարվում է, ես նորից եմ կրկնում, մեր ասուն մոտենալու դեպքում, եթե մենք ասուց հեռվանում ենք, դա չի կատարվի։ Ինչ փափուկ բարձի մասին է խոսքը, ես չեմ հասկանում։ Ուղղակի ես վերջերս միշտ հանդիմանական հարցեր, սովորեցնող բաներ են ասում, չգիտեմ էլի սիրելի հարցվող։ Ես ձեզ սիրում եմ, ես ձեզ հարգում եմ, ես ձեզ ընդունում եմ, հասկանում եմ ձեր իրավիճակը։ Մինչև դու չապաշխարես, մինչև չհասկանաս, չզղջաս քո արածի համար, դու ուրեմն ասուց հեռու ես դու։ Աստված քեզ չի բռնում ձեռիցդ գցում դուրս։ Աստված սերը, հասկացեք, եթե դու մեկին սիրես, սերը իր կյանքը նորից եմ կրկնում ես խոսքերը, մի քիչ առաջ ասեցի։ Սերը իր կյանքը զոհում է, Քրիստոսս այնքան սիրեց մեզ, որ իր կյանքը տվեց մեր համար։ Ոնց կարա ինքը իր կյանքը չտա մեր համար, մի հատ էլ ասի, մեղավոր պետք է այդպես դժոխք։ Սիրելի քույրս եւ եղբայրս, սիրելի հարստվող։ Չգիտեմ, խորը մտածեք ու հասկացեք, ես կյանքի խոսքեր եմ ասում, ես այն խոսքերն եմ ասում, որը լսում եմ Աստվածանից, ես ինձանից չեմ հանում, ես ինձանից չեմ հնարում, եթե դուք ըլնեիք մեծ եկեղեցի, դուք ինձի փող տայիք, տասանորդ տայիք, ես այդ տասանորդին կպած ըլնեի, տասանորդի համար ձեզի պինդ կպահեի եկեղեցու մեջ, կհամոզեի, փափուկ բարձ կդնեի ձեր գլխի տակը, ոչինչ, որ ինձի փող բերեիք։ Մենակ դրա համար այդ տիպի մարդիկ են փափուկ բարձ դնում, որ իրանց շատ ըլնի, իրանց շատ բերեն փող։ Ես մարդ եմ ճանաչում, նորից Մելան մի բան արա էլի, չեմ դատում, անդադ Մելան ինձ հանդիմանում է, թե մի ասա ուրիշի մասին ես օրինակներով եմ խոսում, նույնը Պողոս Առաքյալն էր խոսում, նույնը Քրիստոսն էր խոսում, որ մեր մտքերը բացվեն։ Եթե ես օրինակներով չխոսամ, մեր մտքերը չի բացվի։ Ես մարգարեության խոսքերը կկարդամ ու կեթամ առաջ, բայց ասում եմ թարգմանող թող լինի այդ լեզու, որ դու խոսում ես, Պողոս Առաքյալն ասում, թարգմանին է, բացատրությունը դուր նայ։ Մի հովիվ կար, մեկը գալի մի հատ եղբայր եկավ, բայ ես շնության մեղքի մեջ եմ։ Ես հովիվը վայ ախպեր ջան, տասանորդ էր բերեմ, աշխատում էր լավ գործեր ինքը, լավ էր փող էր տալիս, աղ էլ տենում էին, սաղ էլ գիտեի։ Վայ ախպեր ջան, ջահել է էլ տեհեք ինչ անեմ, սիրում էր սրա գլուխը ես եղբոր բան, արեք աղոտ կանենք քո համար։ Աղոտ կեին անում, նորից հաջորդ անգամ գալիս էր, նորից նույնն էր կրկնում։ Այս հովիվը փող էր տալի երիտասարդ աղջիկներին տղերքին, այս տղուներն նույնպես։ Գնացեք ռեստորան, գնացեք կաֆեներ, մի խոսքով ման եկեք, որ ամուսնանա, ես իրան ասեցի, քույրի ջան, ես ինչ ես անում։ Դու այդ երիտասարդները չեն էլ հասկանում, նոր հավատքի մեջ հազիվ նոր հասկանում են ասու խոսքը։ Բա թող սիրեն իրար, թող ամուսնանան, եկեղեցուն թող ամուսնություն լինի։ Ու անընդհատ մի ամսվա մեջ մի քանի անգամ ես եղբայրն եկավ, թե շնության մեջ եմ, շնության մեջ եմ։ Ու անընդհատ սիրում էր, ես գուրգուրում էր, բայց ջահել է, տենում եք ինչ անեմ, սա է փափուկ բարձը։ Ես մի քիչ բորբոքված եմ խոսում ինչի համար, որ մարդը խավարը լույսից չի տարբերում։ Իրա փողի, իրա խաթեր համար չեր հանդիմանում ես եղբորը։ Չեր խոսում, չեր ասում դու սխալի մեջ ես։ Արեք աղոտ կանենք, Աստված կների քեզի, վերջ։
Բայց այդ եղբայրը չի զղջում իր արածի համար։ Եթե տեսնել Հռոմի պապի պես մեկ կաղոթեինք սաղ աշխարհներ կփրկվեր էլի, եթե իմ աղոթքով պետք է լիներ։ Ոչ, իմ աղոթքը իմ համար է, իսկ իրանց աղոթքը իրանց մեղքի համար է, իրանց համար է։ Ամեն մարդու անհատական իր զղջումը Աստված տենում է իր ներսում։ Նորից եմ ասում, եթե իմ աղոթքով, Մելանիայի աղոթքով կամ ձեր աղոթքով լիներ, հիմա ամբողջ Հայաստանը, ամբողջ աշխարհը փրկվել էր, ամբողջ աշխարհը խաղաղության մեջ։ Չեմ կարծում մեկը որ պատերազմ աղոթք կանի։ Բոլորը խաղաղություն, բոլորը սեր են աղոթը եկեղեցիներում։ Տեսեք, ուզում եմ կարդամ Եզեկիելի մարգարեության 18-րդ գլուխ 23-րդ խոսքը։ Եհովա ասո խոսքերն է։ Միթե ես երբեք կուզեմ ամբարիշտի մեռնելը, ասում է Տեր Եհովան, չէ որ նրա իր ճանապարհից դարձի գալն ու ապրելն եմ ուզում։ Աստված ասում է, ես չեմ ուզում քո մահը։ Դարձի արի ապրի, արի ինձի որ ապրես, արի լույսին որ լուսավորվես, արի կյանքին որ կյանք ունենաս։ Սա է ասում Աստված։ Եվ 31-րդ խոսքը ասում է. դեն գցեք ձեր վրայից ձեր բոլոր հանցանքները, որով դուք հանցավոր եղաք, եւ ձեզ համար նոր սիրտ եւ նոր հոգի գործեցեք, որովհետեւ ինչու համար մեռնեք։ Չի ասում ես դու սպանեմ ձեզ, ինչու համար մեռնես, ինչու համար ես հեռացել ինձանից, ով Իսրայելի տուն, որովհետեւ ես հաճություն չունեմ մեռնողի մեռնելու, ասում է Տեր Եհովան։ Ուրեմն երբ դարձեք որ ապրեք։ Հասկանում եք, ով ուզման լինի, ինք իր ձեռով այդը, փրկության ինք իր ձեռով այդը մահվան։ Աստված Հիսուս Քրիստոսը փրկել է։ Աստված փրկել է մեզ վաղուց, փրկության ճանապարհը, փրկության կյանքը կա, մնում է մենք եթանքու վերցնենք։ Մեր ձեռնա կեթան կվերցնեմ, ով այդն վերցնում է, փրկվում է, ով չի վերցնում, չի փրկվում։ Ասում ես ծեծում եմ ձեր սրտի դուռը, ով բացես կմտնեմ, եւ որ չբացես չեմ մտնի։ Թե ասում մոտ անհնարին բան կա։ Չի կարա որ առանց բացելու մտնի փրկի։ Հասկանում եք, մեր ձեռնա, մարդու ձեռնա։ Բացեցիր դուռը, Աստված կմտնի ու կփրկի քեզ, չբացեցիր սրտի դուռը, չի մտնի ու չես փրկվի։ Գնացիր արդարության ճանապարհով, գնացիր սիրո հետևից, կփրկվես։ Թողեցիր սերը, թողեցիր լույսը, արդարությունը, հերվացար, մահվան մեջ ես եթում դու։ Դուք ու ոտով թողում ես արդարությունը հետ մեզ մահվան մեջ։ Մի խոսքով լավ իշխանեն ասեմ նույն բաներն է գալի, կրկնվում։ Սիրելի հաստատող խնդրում եմ մի կարեք։ Այդ նշված համարները որ նշեցի, խնդրում ենք նայեք։ Այդ համարները դրանից առաջ էլի լիքը համարներ կա, որն էլ ուզում եք բացեք, տեսեք, ես ուրեմն չարի վարդապետություն պետք է ունեմ, որ ասեմ, առանց զղջալու մեղ գործեք մեկ Աստված ձեզի ներել, այդպես վարդապետություն չկա, որ դուք էլ հանդիմանում եք, փափուկ բացմի դրեք, այդպես չի, եւ այլ եւ այլ։ Մոտեցավ ավարտին, Աստված շատ օգնի, ձեզ էլ գրեք, զանգեք, ուղղեք ձեր հարցերը։ Ամեն։